Պարոն Աղբելյան, դուք այսինքն համաձայն չեք, որ Զեյնալյանը եւ Վարդանյանը չմասնակցեն այս նախանցին, ինչ իրավունք։ Մեր խնդիրը հետեւյալն է, նայեք, մենք ինչ ենք բարձրաձայնում, ասում ենք սահմանադրական դատարանը բաղկացած է 9 անդամից սահմանադրությամբ ուղիղ նախատեսված է։ Սահմանադրական դատարանի լիազորությունները ըստ սահմանադրության սահմանվում են բացառապես սահմանադրությամբ։ Կազմավորման կարգ աշխատակարգը սահմանվում է նաեւ օրենքով։ Հիմա սահմանադրության մեջ անհնարինության բացարկի հրաժարվելու որևէ կառուցակարգ կա եւ բոլորը տեսակ, որ սա ոչ թե բացարկ է, այլ դատավորներից մեկը, եթե կասկած է տեսնում, որ այն դատավորը կամ անձամբ ինքը անհնարինության խնդիր կա, բարձրաձայնում եւ քվեարկվում է։ Բացարկի ինստիտուտը կամ ինքնաբացարկի ինստիտուտը իր բովանդակությամբ դեռ ուրիշ երևույթ է, այսինքն ըստ էության բացարկը որպես կանոն ոնց են հայտնում, դատավորը գտնում է, որ ինքը ունի կողմնակալություն եւ ինքը ինքնաբացարկ է հայտնում, կամ բացարկ են հայտնում եւ ինքը համաձայնում է այդ բացարկի հետ, սա այդ ինստիտուտի կապ չունի։ Հիմա հաշվի առնելով, որ սահմանադրական դատարանում քվեարկության արդյունքները որոշումներ ընդունվում են այլ մեծամասնությամբ քան այլ դատարաններում եւ չկա փոխարինողի ինստիտուտ, օրինակ միելուն եթե դատավորը ունենում է կողմնակալություն, ինչ որ ասենք իր ազգային դատարանում նախկինում դրանով որոշում է կայացրել, գործում է փոխարինող դատավորի ինստիտուտը։ Այստեղ ստացվում է, որ մենք ունենում ենք մի իրավիճակ, որտեղ դատարանի որոշումը կայացնելու են 7 հոգով։ Հիմա խնդիրը չի կայանում նրանում քանի հոգի են, այլ այն, որ սահմանադրությունը ուղղակի նախատեսել է ինչ մեծամասնությամբ այն որոշում պետք է կայացվի եւ ըստ էության ցանկացած որոշում պետք է կայացվի 5 հոգով։ Այսինքն եթե որոշեն բավարարել 5 կողմ պետք է լինի, որոշեն մերժեն 5 կողմ պետք է լինի։ Եվ մենք կարող է հայտնենք մի իրավիճակում, դա լրիվ օբյեկտիվ իրավիճակ է, որտեղ չկարողանան որոշում կայացնել, որովհետև օրինակ լինի 3-4, 7 հոգին հանգիստ կարող են ուղղակիորեն սահմանված է ձեռնպահ մնալու արգելք։ Եվ արդյունքում այս խնդիրը առաջանում է։ Հիմա ինչ է տալիս դատավորի մասնակցության անհնարինությունը։ Վատագույն սցենարում այդ անձը եթե մասնակցեր, եթե այդպես շատ կողմնակալ լիներ, եթե խախտեր իր դատավորի կարգավիճակից բխող իր տամանը այդ պատասխանատվությունը պետք է դեմ քվեարկել։ Այսինքն արդյունքում բան չի փոխվում։ Օգուտ չի տալիս այդ հեռանալը բանի իմաստով, այնց կողմի իրավունքների պաշտպանության տեսակետից։ Միևնույն ժամանակ բայց միևնույն ժամանակ այդ երկու դատավորները ըստ էության պատասխանատվություն չեն կրում այս որոշման հետ կապված, խուսափում են մասնակցելուց գործընթացից, ընդ որում իրենք չեն որոշել է սահմանադրական դատարանը։ Ներողություն ավարտեմ, եւ մենք ունենք մի իրավիճակ, երբ գործընկերները ներկայացրեցին նաեւ Սեդա Սաֆարյանի արտաքսան անհնարինությունը, եւ մենք տեսնում ենք նաեւ այստեղ, չասեմ երկակի ստանդարտ, բայց անհասկանալի մոտեցում։ Ընդ որում, այն հավելյալ տեղեկատվությունը, որը քննարկվեց այսօր, բարձրաձայնվեց, պարոն Արծիվ Մինասյանն ներկայացրեց։ Այդ տեղեկատվությունը պետք է նաեւ մյուս երկու դատավորները, ովքեր չեն մասնակցում, նույնպես լսեին եւ նույնպես մասնակցեին անհնարինության քննարկմանը, որովհետեւ դատավորի անհնարինության քննարկմանը մասնակցում են բոլոր դատավորները։ Ոչ միայն այնպես չի էլի, որ որոշեցինք, ես չեմ մասնակցում, հետո հաջորդ ուտով որոշեցինք, ես չեմ մասնակցում, բոլոր 9-ը որոշում են բոլոր դատավորների անհնարինության հարցը։ Այսինքն հետեւաբար մեր միջնորդությունը հետեւյալն է. ընդհանրապես սահմանադրական դատարանում սահմանադրաիրավական գործող կարգավորումների շրջանակներում ոչ թե պետք է դատարանի կազմը կրճատվի, այսինքն դատավորների անհնարինություն լինի, այլ պետք է ամբողջ կազմով գործի, ըստ էության դատավորները պետք է փորձեն դրա շրջանակներում ապահովել իրենց անաչառությունը, մնացած դատավորները պետք է հաշվի առնեն պոտենցիալ կապեր ասեմ, նախասիրությունները ասեմ եւ իրենց քննարկումների ժամանակ դա հաշվի առնելով այս դեպքում ձեր նախնական գնահատականը կամ նույն ասենք պարոն Վարդանյանի եւ պարոն Զեյնալյանի հետ կապված չէ՞։ Ով է ներկայացնում։ Ախր ամբողջ խնդիրը նայեք։ Ախր Տիկին Սաֆարյանն այս նույն բանը արեց, ինչ որ դուք հիմա անում եք։ 7 իրարից տարբեր, կարող է իրար հետ շատ լավ աշխատող, իրար հետ նույն գաղափարական հենք ունեցող որոշ հարցերի վերաբերյալ, որոշ հարցերով տարբեր կարծիք ունեցող 7 տարբեր քաղաքական կուսակցություններ ներկայացնում, դաշինքները կուսակցություն ներկայացրել են դիմումներ։ Դրանցից յուրաքանչյուրը առանձին դիմում է, առանձին դիրքորոշումով, առանձին հիմնավորումով, առանձին կողմ է։ Հիմա ես անձամբ ներկայացուցիչների մեծամասնության հետ ունեմ շատ լավ աշխատանքային հարաբերություններ, ընկերական հարաբերություններ, գործընկերային։ Մի մասին չեմ ճանաչում, բայց ունենք հեռակա հարգանքի պարոն Վարդանյանի եւ պարոն Զեյնալյանի մասին նախնական դիրքորոշման մասին։ Դուք չեք ունեցել այդպիսի։ Դա խնդրեմ եմ ասում, ասում չկա, պետք է մի բան հարց տալուց, երբ որ դուք հարց եք տալիս եւ այդ հարցի մեջ պնդում եք, դա ներառում։ Ճիշտ կլինի միջև էլ ճշտել։ Առաջին հարցը կլիներ ներկայացրել եք արդյոք դիրքորոշում, որ պետք է անհնարին լինի։ Ես ասում եմ ոչ, չենք ներկայացրել։
ոչ մեկը չի ներկայացրել իրենց անհնարինության մասով։ Խաչատուրյանն է, չէ՞ կարծեմ։ Մենք որևէ մեկի մասով չենք Բայց ներկայացրել։ ինչու Սահմանադրական դատարանը դիմումների քննություն է դրել, օրինակ նաև նշելով, որ կուսակցություններից ստացված դիմումներն են։ Կուսակցություններից կարող է դիմումներն են քննարկել։ Կրկնում եմ, մենք, ես, Արամ Օրբելյանը, սպաստաբան, իմ գործընկերը Վահեն Գրիգորյան, հա, իրավաբան, Էլինա Վարդանյան, իրավաբան չենք ներկայացրել։ Բարգավաճ Հայաստան կուսակցության անունից որևէ այլ անդամ նույնպես չի ներկայացրել։ Խնդիրը կրկնում եմ նրանում չի, որ մենք գտնում ենք կա անաչառություն, թե չկա անաչառություն։ Խնդիրը նրանում չի, որ մենք գիտենք, որ կա որոշակի աֆիլիացիա, հա, այսինքն Վլադիմիր Վարդանյան եղել է ԿՊ ցուցակի այն պրայմերիս որանցային կազմում ցուցակի մեջ անցել է։ Մենք գիտենք, որ Զեյնալյան Արտակը եղել է Հանրապետության կուսակցության ակտիվ մասնակիցներից եւ ակտիվ աջակցել է քաղաքապետարանում գործընթացներին, ընտրություններին եւ այլն։ Մենք գիտենք, որ Սեդա Սաֆարյանը նախորդ ընտրությունների ժամանակ եղել է Շիրինյան Բաբաջանյան դաշինքի 3-րդ համարը իր եղբայրը եղել է 5-րդ համարը ինքը ունի անձնական վերաբերմունք մասնակցող որոշ քաղաքական ուժերի, այդ թվում նաեւ ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ։ Բայց դա կրկնում եմ, մեր միջնորդությունը ոչ թե վերաբերվում է նրանց, որ բոլորը անաչառ են եւ ոչ մի խնդիր չենք տեսնում, խնդիրը մենք խնդիր տեսնում ենք Սահմանադրական դատարանի այսօրվա կազմի հետ ամբողջությամբ։ Բոլոր դատավորները բացի Արման Դիլանյանից նախագահողից նշանակված են մեկ քաղաքական ուժի ժամանակ։ Նման իրավիճակ մեկ էլ եղել է 95 թվականին, երբ որ ձևավորվել էր։ Երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էր բոլորը ներկայացված։ Դրանից հետո ժամանակի ընթացքում ունեցել ենք տարբեր ժամանակ, տարբեր աշխարհակաղակական, քաղաքական իրավաքաղաքական մոտեցումներ ունեցող դատավորներ, հա, այսինքն ավելի լիբերալ, ավելի պաշտպանողական, ավելի, ոնց ասենք, պետական կառավարման ինչ որ ընդլայնելու ավելի դեպի լիբերտարիանական ուղղություններ ունեցող դատավորներ, տարբեր ժամանակներում, տարբեր քաղաքական լայն իմաստով այդ բարի ոչ կուսակցական իմաստով մոտեցումներով։ Մենք 20 թվականից հետո այնպես փոփոխությունների արդյունքում իրականացված գործընթացի արդյունքում բոլոր դատավորները կրկնում են բացի Արման Դիլյանից նշանակված են մի քաղաքական ուժի կողմից։ Եվ այստեղ մենք տեսնում ենք խնդիր, բայց ինչ, հիմա մենք ասենք դատավորներ չմնան, որովհետև 5 ձայնա պետք որոշում ընդունելու համար, դե բերեք մի հոգով թող քննարկի, պարոն Դիլանյան։ Այդ արդյունքում մենք չենք ունենա որոշում։ Եթե չունեցանք որոշում, դա ակնհայտորեն ավելի վատ է, քան թե այդ որոշումը ունենանք, որը փոքր շանս կա, որ անաչառ որոշում կլինի։ Մանավանդ, որ մեր դիմումը ունի շատ պարզ մաթեմատիկական բանաձև, այսինքն եւ ազդեցությունն է շատ հստակ, երբ որ կհասնի մեր դիրքորոշումը ներկայացնենք, բայց ակնհայտ է, որ ակնկալում ենք, որ առնվազն են փոքր մասով բավարարվելու է, իսկ իրականում մեծ շանսեր կան, որ ամբողջ ծավալով է բավարարվելու։ Հիմա ինչքանով անաչառությունը կազդի կամ չի ազդի ուրիշ հարց է, բայց կրկնում եմ, դատարան չլինելը միշտ ավելի վատ է, քան վատ դատարան ունենալը։ Դեր հարցին պատասխանեցի, մենք չենք դիմել։ Մնացած դիմողները միգուցե դիմել են կամ ինչ ծավալով են դիմել, ոչ թե միգուցե գիտեմ, որ դիմել են տարբեր մասնակիցներ, բայց ես ինչպես հասկանում եմ, այս հարցի քննարկման դատարանը նաև պարզաբանեց, որ ըստ էության բացարկի ինստիտուտը չի սա, եւ դատավորն է բարձրաձայնում։ Եվ ըստ էության Դավիթ Խաչատրյանն է բարձրաձայնել 3 դատավորների մասնակցության անհնարինության հարցը, ինչպես պարզաբանվեց, բարձրաձայնել է Արտակ Զեյնալյանի, Վլադիմիր Վարդանյանի եւ Սեդա Սաֆարյանի մասնակցության անհնարինությունը, դրանք քվեարկել են ինչ-որ հանգամանքներ հաշվի առնելով, ինչ-որ հանգամանքներ այսօր բարձրաձայնեցին, որոնք նախկինում տեղյակ չէին եւ հաշվի չէին առել, եւ դրանից հետո 2 հոգին քվեարկեցին, 2-ի անհնարինությունը քվեարկվել է, ստացել է համապատասխան ձայներ, 3-ինը չէ։ Ընդ որում, մենք ես ինչպես նշեցի, որոշակի հանգամանքներ այսօր էին բարձրաձայնվել եւ այսօր այդ բարձրաձայնված հանգամանքների հաշվառմամբ պետք է նաեւ պարզել արդյոք այն 2 դատավորները, ում մասնակցությունը անհնարին է, իրենք տեսնում են արդյոք Սեդա Սաֆարյանի անհնարինության հարց, որպեսզի բարձրաձայնեն եւ քննարկվի։